Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բարև օֆը։ Բարև։ Իմացել եմ, որ մի քանի օր հիվանդանոցում ես եղել։ Գիտեմ հիվանդությանդ մասին։ Հիմա ոնց ես։ Չեմ հավատում, որ եկել ես որպեսությունս իմանաս։ Երևի հիմա քո ամենաչցանկալի հյուրը ես եմ։ Չեմ հերքի։ Կա նման բան։ Դժվար է նայել այն մարդու աչքերի մեջ, ով կանգնած է քո բոլոր դժբախտությունների հետևում։ Դժվար է նայել ու ոչ մի բան չասել այն մարդուն, ով քո կյանքում կատարված բոլոր վատ բաների միակ մեղավորն է։ Ես երկար չեմ կարա տանեմ քո ներկայությունը։ Լավ կլինի պտտվես ու գնաս այս տնից։ Ես հասկանում եմ։ Ես հյուրընկալության չէի սպասում։ Ասում ես լսել ես հիվանդությանս մասին։ Հետո որ իմացար ինչ կատարվեց հետդ։ Ուրախացար, որ մեռնում եմ։ Ուֆա։ Ես շատ մեղավոր եմ քո առջև, աղջիկս։ Այնպես որ քո հիվանդությունը առաջին հերթին իմ սրտի վրա է ծանրացել, հետո նոր մյուսների։ Մարդու կյանքում սխալվելը եւ սխալ որոշումներ կայացնելը վերջաբան չի։ Բայց այ մեղք գործելը եւ ամբողջ կյանքում այդ մեղքի զգացողությունը ուսերիդ վրա տանելը դա մահից էլ սարսափելի է։ Ասում ես մեղքի զգացում, հա։ Ես ամբողջ կյանքում չեմ մոռանա, թե դու ոնց էիր ինձ ստորացնում ու նեղացնում։ Դու իմ մեջ սպանել ես մարդկային բոլոր արժեքները։ Առաջին հերթին որպես մարդ, հետո որպես աղջիկ։ Ես ամաչում էի հայելու մեջ նայեի, գիտես։ Ես զզվել եմ ինձանից, գիտես, տիկին Ալիս։ Դու ամեն ինչի պատրաստ ես եղել, որ ես Ռուբենից հեռու մնամ։ Դու ամեն բան արել ես, որ ինձ գցես Ռուբենի աչքից։ Ասա Սիմոնյան։ Պարոն Դավթյան, զանգել եմ ասեմ, որ երեքիշեր շատ վատ վիճակում պարոն Վարդանյանին եմ տեսել մեքենայի մեջ, խմած էր։ Հազիվ կարողացա համոզել ու տարատուն։
Այդ ժամին չզանգեցի, որովհետև բավականին ուշ էր։ Բայց ամեն դեպքում ասեցի տեղեկացնեմ ձեզ։ Այդ Աշոտից չի։ Հա, ես էլ եմ զարմացած։ Լավ, ապրես։ Այն տառապանքը, որի աչքի առաջ տարավ իմ տղան, բոլոր պատիժներից վեր էր ու դաժան։ Ու այդ ամեն ինչի միակ մեղավորը դու ես։ Դու քո սեփական սկզբունքներն ու ցանկությունները բոլորից ու ամեն ինչից վեր ես դասել։ Նույնիսկ քո տղայից։ Դու անգամ իմ որբ լիներն ես իմ երեսով տվել։ Տպավորություն էր, որ ես եմ մեղավոր իմ ծնողների մահվան մեջ։ Տպավորություն էր, որ ես ցանկացել եմ, որ իմ ծնողները մահանան։ Քո մեջ խիղճ չկա։ Դու նույնիսկ իմ փոքր քրոջը չխղճացիր։ Ամբողջ կյանքումս չեմ մոռանա այն օրը, որ դու եկար իմ տուն։ Իմ ծնունդի օրն էր, հիշում ես։ Ռուբենը քեզ խաբել էր, ասել էր ընկերների հետ քաղաքից գնում է ու եկել էր, որ ինձ ուրախացներ։ Մտար իմ տուն ու փոքր քրոջս ներկայությամբ գորգորոցդ կապեցիր։ Այդ օրվանից ատում եմ ծնունդիս օրը։ Կներես ինձ։ Ես քեզ ամբողջ կյանքում չեմ ներելու, տիկին Ալիս։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա ես ուրիշ ձև եմ մտածում, ուրիշ կերպ եմ վերաբերվում։ Ես հասկացել եմ, որ ոչ գրպանի պարունակությունը, ոչ մարդու ստատուսը չեն խանգարում մարդու մեջից դուրս հանել են կեղտը և ինչքան էլ շքեղ ու ճոխ լինի մարդու արտաքինը, այդ կեղտը միշտ մնում է ներսում։ Ու մենակ նրա համար, որ դու դա հասկանայր, իմ ու Ռուբենի սերը պիտի պատասխան տար, հա? Ես գիտեմ, որ դու հիմա ամեն ինչ կարող ես ինձ ասել, ես ոչինչ չեմ ասում, որովհետև հասկանում եմ, գիտակցում եմ իմ սխալները, դու կարող ես հիշել, ամեն ինչ հիշել, նորից վեր հիշել և ես ոչինչ չունեմ քեզ ասելու, ես շատ մեղավոր եմ քո առաջ, բայց ես կարևոր խոսակցություն ունեմ քեզ հետ և կարծում եմ, մենք իրար կհասկանանք։ Դու տեղյակ ես, որ Նոնան ու Ռուբենը որոշել են բաժանվել։ Ալաջան, ոնց ես, տաննա Աշոտը։ Տաննա, բայց քնած է Ռուբեն ջան։ Որ խնդրեմ կարտնացնես, կարևոր բան ունեմ խոսալու հետը։ Ռուբեն ջան, ուղղակի ուշ տուն եկել, որ արթնացնեմ կարող է բարկանա։ Բան չի ուշ տուն եկել։ Ես տեղյակ չեմ։ Ալլա, ես գիտեմ, որ Աշոտը արձակուրդի մեջ է։ Նաև գիտեմ, որ գիշերը շատ ուշատում եկել։ Ոչ թե եկել, այլ բերել են։ Էդ էլ գիտեմ։ Ու այդ իմ համար շատ տարօրինակ է, իսկ քո։ Ես չգիտեմ, թե ինչի է կյանքը տենց չար կատակներ անում մեր հանդեպ։ Ու ստիպում է այն ինչ, որ մենք ունենք, նորից զոհասեղանի վրա դնենք այն, որը չէինք ուզենա դնել,
բայց ստիպված ենք։ Բայց ունենք այն ինչ որ ունենք։ Դա կյանքի օրենքը։ Ես այսքան ժամանակ իմ սխալի արդյունքը տեսել եմ իմ տան մեջ։ Նոնանեն կինը դուրս չեկավ, ինչ որ ես պատկերացնում էի։ Ու ես տեսնում էի, թե ինչպես Ռուբենը դժվարությամբ է համակերպվում դրան։ Դու նոնային էլ ինձ հետ հավասար դժբախտացրել ես։ Մի տարբերությամբ, որ իրանց սիրուն բառերով ինձ նվաստացնելով։ Կթողնես խոսեմ։ Ինչ էլ որ եղած լինի, ինչ դժվարության միջով էլ որ անցած լինեն, բայց նրանք ընտանիք են և իրենց պատմությունն ունեն, նրանք երեխա ունեն։ Ես չեմ ուզում հիմա երեխայի մասին խոսել, նրա համար չի, որ եկել եմ այստեղ, ու ես չէի ուզենա, որ մեր խոսակցությունը ուրիշ ուղղությամբ ընթանար։ Ես ընդունում եմ իմ բոլոր մեղքերը ու քո բոլոր մեղադրանքները։ Բայց ես մայր եմ, ես ուզում էի, որ իմ որդու համար լավ լիներ, և եթե իմանայի, որ Ռուբենի երջանկությունը դու ես, ես քեզ հետ այդպես չէի վարվի։ Եթե մարդուն տրված լիներ ամեն ինչ իմանալու կարողությունը, աշխարհում ոչ մի բան չէր լինի։ Ոչ մեկս չէինք լինի։ Մարդկային շունչ չէր լինի, տիկին Ալիս։ Մենք կլինեինք ձևի պարագաներ, կենդանու բնազդով։ Բանականություն չէինք ունենա, չէինք գիտակցի, արժեքներ չէինք ունենա։ Բայց մենք սովորական մարդկանց նման ապրում ենք ու ես ձեզանից մի բան էի ուզում։ Դուք ընդամենը պետք է ընդունեիք, որ ձեր տղան ինձ սիրում է ու պիտի չխառնվեիք մեր կյանքին։ Հիմա մի արդարացեք, թե դուք չեք իմացել, որ իմանայիք ուրիշ բան կանեիք։ Ես արդարանալու մտադրություն չունեմ, բայց հիմա ուզում եմ բոլորիդ ետ պահել մի սխալից, որը կարող է ավելի մեծ կորուստներ ունենալ, քան այն ժամանակ։ Ու ես չեմ ուզում, որ իմ տղայի ընտանիքը այսքան կարևոր պահի քանդվի։ Այդ ինչքան խմած ա եղել ալա։ Այդ ինչքան հարբած ա եղել, որ իրան են տուն բերել, ոչ թե ինքնատուն եկել իր ոտով։ Անգամ արիտներին այդքան չի խմում։ Ընդհանրապես չի խմում։ Ես գիտեմ, Ռուբեն ջան, ես էլ քո նման զարմացած եմ։ Ալա, հաստատ ոչ մի բան չգիտես։ Եթե մի բան գիտես, ինձ ասա։ Չէ, Ռուբեն ջան, ես իսկապես ոչ մի բան չգիտեմ, ոչ մի բան։ Չեմ հավատում, բայց լավ։ Էլ հարցեր չեմ տա, եթե չես ուզում մի ասա։ Զարթնի թող զանգի։ Անպայման։ Վայ Ռաֆ, էս ինչ բերեցիր դու մեր գլխին այ տղա։ Վայ, խայտարակ եղանք, խայտարակ։ Էլ դեղերն էլ ինձ չեն օգնի։ Դու նոր սխալները հասկանալուց ու զղջալուց էիր խոսում։ Հիմա նույն բանն ես ասում։ Այո, ասում եմ, որովհետև ստեղծվածը քանդելը շատ վատ բան է։ Դուք երկուստ էլ հասուն մարդիկ եք ու
Քիչ թե շատ համակերպվել եք ձեր ճակատագրին։ Ով է ասել։ Ով է ասել, որ ես համակերպվել եմ իմ ճակատագրի հետ, որ չեմ գոռում բոլորի նման, չեմ խոսում դրա մասին, այդ չի նշանակում, որ ընդունել եմ։ Ու դու ուզում ես քանդել մի ընտանիք, որտեղ քո երեխան է ապրում։ Գիտեի։ Սպասում էի, որ դաղելու ես։ Ես քեզ վիրավորելու համար չասեցի այդ խոսքը։ Իսկ այն, որ իրականություն է, իրականությունից շեղվել չի լինի։ Նոնան են կիննա, որ մայրությունը արել քո աղջկան, այո, կողքին նստել է, երբ հիվանդ է եղել, կերակրել է, երբ քաղցած է եղել, լավ թե վատ դա կարևոր չէ, նրան տուն է տվել, տանիք է տվել, որպիսի քո երեխան մանկատուն չընկնի։ Իմ երեխուն տուն է տվել Ռուբենը։ Ես շատ լավ գիտեմ, որ նոնան Վահանի ծնվելուց Վահանի անունը չտաս։ Ես Մարիային ու Վահանին հավասար ձևով եմ սիրել։ Մարիային շատ ավելի եմ գնահատել, որովհետև մտածել եմ, որ այդ ձևով ինչ-որ չափով քավում եմ իմ մեղքերը քո հանդեպ։ Բայց հիմա ինչքան էլ դժվար լինի, քեզ նորից նույնն եմ ասելու։ Հանգիստ թող Ռուբենին, հեռու մնա Ռուբենից, այն ժամանակ, երբ իր ընտանիքը արդեն երջանիկ լինելու շեմին է կանգնած։ Իսկ այն ժամանակ, երբ որ ես էի քեզ խնդրում, երբ որ ես էի ծնկի եկել քո առաջ ու խնդրում, որ ինձ խղճաս, որ թողես երջանիկ լինեմ Ռուբենի հետ ու չխանգարես մեզ, որ ընդամենը ուրախանաս մեզանով, որ աղաչում էի ինձ մայր լինեիր, աղաչում էի, որ ինձ ապտակեիր, եթե տեղն եկած ժամանակներ, խնդրում էի, որ ինձանից իմ կյանքի միակ լուսավոր կետը չխլես, դու ինչ էիր անում։ Հիմա ինչ։ Դու ուզում ես, որ ես էլ քեզ նման ծնկի գամ քո առաջ։ Չէ։ Ես ուզում եմ, որ դու իմ տնից գնաս ու էլ երբեք չհիշես իմ տան ճանապարհը։ Դու նույն տիկին Ալիսն ես մնացել։ Այն Ալիսում համար ամենակարևորն իրա փառքն է, որ հանկարծ ոչ մեկը չասի, որ իրա տղեն բաժանվել է։ Դու կարող ես ինձ մեղադրել, ես քո մեղադրանքներից չեմ նեղանում, բայց իմացի, եթե Ռուբենն ու նոնան բաժանվեն, առաջին հերթին դա Մարիայի համար է հարված լինելու։ Այնպես չի, որ ես քեզ զգուշացնում եմ կամ շանտաժ եմ անում։ Ուղղակի ես ուզում եմ փրկել իմ տունը եւ ինձ համար ամենակարևորը Մարիան է եւ Մարիայի համար ես պատրաստ եմ ամեն ինչի։ Իսկ եթե հիմա ես ու Ռուբենը երջանիկ լինենք, եթե այն ժամանակ չեղաք, հիմա չեք կարող լինել, որովհետև այն ժամանակ միայն ես էի կանգնած, իսկ հիմա շատ կարևոր մարդիկ կան, Մարիան և Վահանը։ Դու նորից ամեն ինչ փշրում ես։ Դու նորից իմ ու Ռուբենի կյանքը քո ձեռքերի մեջ ես վերցնում։ Ես իմ թոռներին եմ փրկում։ Դու ամեն ինչ փրկելու անվան տակ ես անում։ Դու ամեն ինչ փշրում ես, դու չես փրկում ոչ մի բան, տիկին Ալիս։
Դու չես հասկանում, որ քո ներսում է քո թշնամին, դու ինձ ես թշնամի տեսնում, բայց քո թշնամին քո ներսում է։ Ձեզ վատ եք զգում։ Լավ եմ։ Ախր տեսնում եմ, որ լավ չեք։ Որտեղ եք ապրում։ Ինչով ձեզ օգնեմ։ Ուզում եք ես պատասխանեմ։ Տադ բարև, ոնց ես։ Ես արդեն տուն եմ հասնում, կարող ա գամ միասին դուրս գանք քայլելու։ Բարև ձեզ։ Ով ա։ Ես ձեր տատիկին բակում հանդիպեցի։ Ինքն իրեն լավ չի զգում, համարյա չի կարողանում խոսել։ Ինչ։ Որտեղ։ Հենց հիմա հասցե ասեք գալիս եմ։ Հասցեն հիմա կուղարկեմ, ուղղակի այստեղ շատ խառն է, սենց որ բացատրեմ չեք հասկանա։ Լավ, բայց ես մի խնդրանք ունեմ։ Տատիկիս մենակ չթողնեք մինչև գամ, լավ։ Հա, իհարկե, այստեղ եմ ես։ Լիլիթ։ Իմացա, որ Դավիթը հիվանդանացում է, չէի կարող չգալ, ոնց է։ Դե թոքաբոր բա, բուժումները անցնում։ Պարզ է, դու ոնց ես, հաց կերել ես գոնե, երևի ամբողջ օրը հիվանդանոցից դուրս չես գալիս, չէ, տուն չես գնացել։ Նորմալ է, ախորժակել չունեմ, սոված չեմ։ Այդպես չի լինի, նորմալ չի էդ։ Հետո կուտեմ Լիլ։ Հիմա խառն է, անդադ ոստիկանությունից գալիս գնում են, Դավիթին չեմ ուզում մենակ թողնեմ, ինքն էլ ներվայնանում է այդ վիճակում, ոչ մեկին չի լսում, ես եմ համոզում, որ դեղերը խմի, հոգնել եմ արդեն ես ամեն ինչից, ինչքան է շարունակվելու, Դավիթին մեղադրում են մի անցանքի մեջ, որի հետ ինքը կապ չունի, դու ասա, դու ոնց ես։ Նորմալ, դասից հետո մի անգամից էստեղ եկա։ Ձերուն կանանգստանան, իզուր ես եկել։ Ես չէի կարող չգալ, որովհետև զգում եմ, որ իմ կարիք ունես։ Ես ոչ մի բան չեմ անում, որ օգնության կարիք ունենամ, աղբորս եմ խնամում։ Բայց չկա Լիլ, ես հիմա քեզ ճանապարհեմ տուն, ես էլ մտնեմ Դավիթի մոտ։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ինչի համար։ Լիլ։ Դե որ դու Դավիթը խնդիրների մեջ եք, ու այդ ամեն ինչի պատճառով դու տանջվում ես հիմա։ Էդ էիր ուզում ասել։ Հա, բա ուրիշ ինչ։
Իմ համար ցավոտ է քեզ այս վիճակում տեսնել։ Դեմքիդ ընդհանրապես գույն չկա։ Զգացվում է, որ շատ հոգնած ես։ Ոչինչ։ Հիմա կարևորը աղբերս շուտ ապաքինվի ու այս խառը պատմությունը վերջանա։ Բացի հետ էլ արի գնա տուն։ Ես էլ կմտնեմ Դավիթի մոտ։ Կարող է բաժնից մարդ էլ գա քեզ ճանաչի, ամեն ինչ խառնվի իրար։ Արի քեզ ճանապարհեմ տուն։ Լավ։ Տատ ոնց ես, ինչ ա եղել։ Լավ, բալես, լավ։ Մենք հենց հիմա գնում ենք հիվանդանոց, լավ։ Ինձ էլ է թվում, որ հիվանդանոց գնալը ճիշտ որոշում է։ Ձեզ անչափ շնորհակալ եմ։ Առողջություն ձեզ։ Ինձ կօգնես, բալես։ Հա, կարաս քայլես, արի։ Սպասի։ Տատ դու մամայի մոտ էիր եկել։ Ինձ տուն դար, Մարիա։ Սպասի։ Իրան շատ վատ էր զգում։ Մամ, չէր կարողանում տատիկը խոսել։ Ճնշումն է բարձրացել։ Տեղ եմ տվել հեսագլավանը։ Մամ, տատիկը մամայի տան մոտ էր։ Ինձ թվում է հանդիպել են։ Այսօր շուտ ես վերջացրել բալես։ Հա, պապ ջան։ Ես տրամադրություն չունես, թե ինձ ա թվում։ Ինչի դու տրամադրություն ունես։ Քեզ թվում է, որ ցույց ես տալիս ամեն ինչ լավ է, ես չեմ հասկանում։ Ապուլի եղբոր մոտ էի գնացել հիվանդանոց Դավիթի։ Իմացել եմ, հա։ Պապ, ինչ եք ինձնից ամեն ինչ թաքցնում։ Ես ամեն ինչ շատ լավ գիտեմ, լսել եմ։ Ինչ ես լսել, բալես, ինչ ես իմացել։ Պապ, ես երեխա չեմ, որ անընդհատ ինձից թաքցնում եք ամեն ինչ։ Ես էլ եմ այս ընտանիքի լիարժեք անդամ։ Ես շատ լավ գիտեմ, որ այն ամեն ինչի մեջ որ մեղադրվում է Դավիթը, դրա մեղավորը Ռաֆն է։ Ուղղակի ես չեմ ուզեցել քեզ ասեմ, որ քեզ վատ չզգաս։ Բայց ամեն անգամ Աբուլի վիճակը տեսնելուց ուղղակի չեմ կարողանում ես իմ մեջ պահեմ այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը շատ ահավոր է, շատ սխալ է։ Գիտեմ, բալես, որ սխալ է։ Բայց ես հիմա ոչինչ չեմ կարող անել։ Ես գիտեմ, որ իմ տղու պատճառով ուրիշն է պատասխան տալիս։ Ուրիշն է հիմա իր փոխարեն հիվանդանոցում։
Բայց այդ ապացուցումը, որ քո աղբերը թուլամորթի մեկն է։ Թուլամորթի մեկն է, որը չի կարողանում իր արածների համար պատասխան տալ։ Իսկ այդ իմ համար մեռնել արժի բալես։ Մենք սովորական մարդկանց նման ապրում ենք ու ես ձեզանից մի բան էի ուզում։ Դուք ընդամենը պետք է ընդունեիք, որ ձեր տղան ինձ սիրում է ու պիտի չխառնվեիք մեր կյանքին։ Հիմա մի արդարացեք, թե դուք չեք իմացել, որ իմանայիք ուրիշ բան կանեիք։ Ես հիմա երկու քարի անանքում եմ բալես։ Ես չգիտեմ իմ աղբորը տականջից բռնեմ ու տանեմ բաժին, թե էլի օգնեմ իրան։ Թե Ռուբենի հետ ընկերությունս ուրանամ։ Չգիտեմ որ անեմ։ Դու հիմա հասկանում ես, չէ՞ բալես, ես հիմա ինչ բարդ վիճակում եմ։ Աղբերդ ինձ լրիվ կործանել է։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ։ Ու երևի չեմ էլ իմանա։ Պապ, դու ամեն հարցին միշտ ճիշտ լուծում ես գտել։ Ու այս անգամ էլ կգտնես։ Չէ, բալես, հիմա ուրիշ է։ Հիմա նժարի վրա երկու իմ շատ հարազատ ու մոտիկ մարդիկ են։ Մեկը աղբերդ է, որը ինչ էլ անի, մեկը ես իրան պետքա ներեմ, ես իրա ծնողն եմ։ Մյուսն էլ իմ ու Ռուբենի ընկերությունն է, որը ես չեմ կարա ուրանամ, հասկանում ես, երբեք, ես ինձ չեմ ների դա։ Մամ, դու տատիկին ինչ-որ բան ես ասել։ Մարիամ, ես ասել եմ այն ինչ որ կա։ Սա այն թեման է, որ ես չէի կարող թաքցնել։ Ես հիմա այս տանն եմ, բայց կարող է եւ վաղը գնամ այս տնից, ու այս տնից հեռու պայքարեմ իմ Վահանի համար, որովհետեւ Ռուբենին ոչ մի բան չի հետաքրքրում։ Իսկ իմ Վահանը ինձ համար շատ կարեւոր է։ Մարիամ, ես չեմ ուզում քեզ նեղացնեմ, բայց Ռուբենի ուշքու միտքը մենակ մի մարդ է, ու այդ մարդը քո մայրն է։ Խնդրում եմ քեզ, ինձ ճիշտ հասկացի, ու մի նեղացի իմ խոսքերից։ Մամ, ես քեզ հասկանում եմ։ Ես մամային ասել եմ այն ինչ որ կա, բայց իմ մտքով չեր անցնի, որ ինքը գնա ու ֆայտուն։ Ինչ։ Մաման գնացել է օֆայտում։ Հա, պապ։ Տատիկը մամայի տան մոտ է վատացել, ես եմ գնացել իրեն տուն բերել։ Ինձ թվում է հանդիպել են։ Դրա համար էր տատիկը այդքան վատ։ Այս էր ինձ մնում պակաս։ Հիմա ոնց է մաման։ Ճնշումը բարձացել էր։ Դեղ եմ տվել, հիմա քնած է։ Բայց մի բարձացի վերև։ Ես իհարկե հասկանում եմ, որ դու անհանգիստ ես, թե ինչ է կատարվել այնտեղ, բայց այդ կինը թող մի փոքր հանգստանա։ Իսկ դու մամայի մոտ խոսալուց առաջ մտածել ես ինչ ես խոսում։ Խնդրում եմ, կլինի չկռվեք։ Իսկ ինչ սխալ բան եմ ասել։ Ընդամենը մեր որոշման մասին եմ տեղեկացրել, որ վաղը միսօր այդ կինը հանկարծակիի չգա։ Այ, ոնց եմ հոգնել։ Ոնց եմ հոգնել։ Ինձանից։ Մի րոպե։ Մամ, խնդրում եմ, հերիք է։
Մենք շատ լավ էլ հասկանում ենք, թե ինչա կատարվել իրականում, թե ինչի այդ կինը վատացել, որովհետև Վոֆան իր հետ լավ չի խոսացել։ Ու ես մի բան էլ եմ շատ լավ հասկանում։ Եվ ինչ ես շատ լավ հասկանում։ Հասկանում եմ, թե դու ինչ ես գլուխդ կորցրած, հիմա ուզում տնից դուրս գաս։ Ուզում ես գնաս ստենաս, թե Վոֆան ոնց է, հոյրանված չի զգում։ Ասա, որ տենց է։ Դու այն ժամանակ չասացիր, որ իմ կյանքով էլ չես հետաքրքրվելու։ Ուր եմ, ում հետ եմ, երբ եմ գալու, ասել ես, չէ՞։ Դե ուրեմն մի հետաքրքրվի։ Փաստորեն այդ կինը կարողացել է այնպիսի ազդեցություն ունենա քո վրա, որ դու այդ մտքի հետ հաշտվես, որ կարաս ընտանիք չունենաս։ Արի չմոռանանք, որ այս որոշմանը առաջինը դու ես եկել, Նոնա։ Գիտես ինչ հեշտ է, որ մարդ իր սխալները չի նկատում ու դիմացինի վրա է ամեն ինչ թողնում։ Այդ մեծ բեռը դու իմ ուսերին ես թողնում։ Ու դու քո սեփական սխալները չես նկատում, Ռուբեն։ Գոնե խնդրում եմ քեզ, խոստովանի, որ դու մեղավոր ես, որ քո մեղավորությունն էլ կա այստեղ։ Պապ, մի րոպե կսպասես։ Ասա բլես։ Պապ, ես ինձ շատ վատ եմ զգում։ Մամայի տառապանքները տեսնել ու տատիկ ես վիճակը հասկանում եմ, որ այդ ամեն ինչի հետևում քո ու մորս շփումն է պատճառը։ Այն մորս, որ ինքն է վստահել ինձ այս կնոջը, ու այս ամենը սխալ է։ Մարիա, դու ոչ մի բանում մեղավոր չես, բալես։ Դու չգիտեիր ուր էիր գալիս, ում տուն էիր գալիս։ Դու շատ փոքր ես եղել, ես քեզ չէի կարա բացատրեի, հասկացնեի, այն ինչ որ դու հիմա գիտես, տեսնում ես։ Պապ, բայց դու ինձ ասել էիր, որ ոչ մի զգացմունք չկա, որ դուք չեք փորձում ձեր հին սերը վերապրել, որ դուք ուղղակի շփվում եք որպես մտերիմ մարդիկ։ Բա ինչ եղավ այդ ամենը, ինչի էսպես փոխվեց։ Մարիա, մարդը ինչ տարիքում էլ որ լինի, մեկը չի կարողանում մոռանալ այն ինչ որ իրանն է, այն ինչ որ սիրել է, իր զգացմունքները, չի կարա մոռանալ։ Այդ ամեն ինչը իր գլխում է, ու առաջին տեղում, ու կապ չունի, լինես կին, լինես տղամարդ, դու հասկանում ես, որ չես վայելել այն ինչը որ քոնն է, բալես։ Պապ, ես հասկանում եմ, որ ես շատ փոքր եմ, որ քննադատեմ քո քայլերը, բայց չասել էլ չեմ կարող, ախր դու շատ վատ ես վարվում մամայի հետ։ Ինքը քեզ տղա է պարգևել, ինքը քո կողքին է եղել ամենադժվար պահերին ու քո հետ հավասար տանջվել է։ Ես հասկանում եմ իր ցավը։ Բա ես։ Բա իմ ցավը։ Ես հիմա քո հետ չեմ խոսում որպես հայր։ Ես հիմա քո հետ չեմ խոսում որպես Նոնայի ամուսին, ես հիմա քո հետ խոսում եմ որպես Ռուբեն, տղամարդ, որը սիրել է, որը ժամանակի ընթացքում իր ամենասիրած մարդուն է կորցրել ու չի գնացել հետևից, չի պայքարել։ Դու հիմա հասկանում ես իմ ցավը, հասկանում ես ինչ մեծ է, ինչքան մարդու կյանք եմ ես փչացրել։ Մարիա, ես հիմա էլ կարամ ընդունեմ քո ասածը։ Հասկանամ, նույնիսկ անեմ, կատարեմ, բայց դրանով ոչ մի բան չի փոխվի։ Դրանով ես Նոնային չեմ երջանկացնի։ Հակառակը։ Երկրորդ անգամ ցավ կպատճառեմ։ Ես չեմ կարա Նոնայի հետ ապրեմ ու չմտածեմ ուրիշ մարդկանց մասին, մտածեմ մենակ Նոնայի մասին չի լինի տենց։ Հասկացի։ Պապ, ես փորձում էի ներել մորս։ Փորձում էի հետը այնպես խոսել, որ չնեղանար ինձնից ու չվիրավորե իրեն։ Բայց հիմա հասկանում եմ, որ չի ստացվում, որովհետև այս անգամ ես իր պատճառով ոչ միայն իրեն եմ կորցնում, այլ նաև այն ընտանիքը, որտեղ որ ապրում եմ։ Ես չեմ ուզում, որ դու մեր պատճառով չարությամբ լցվես մամայիդ հանդեպ բալես։
Ես ուզում եմ, որ դու այս անգամ խելացի գտնվես։ Ստեղծված իրավիճակից չեմ ուզում, որ ձեր հարաբերությունները փչանան։ Այն էլ այն ժամանակ, երբ մամատ ամենաշատը, այս աշխարհում ամենաշատը քո կարիքը ունի։ Քո, Մարիա, ուրիշ ոչ մի բանի մասին ինքը չի մտածում։ Ես այս անգամ մամայիդ մենակ չեմ թողնելու։ Նույն սխալը չեմ կրկնելու։ Ես մամայիդ կողքին եմ լինելու։ Պապ, դու հիմա մամայի մոտ ես գնում։ Չէ։ Հիմա մամայիդ մոտ չեմ գնում։ Հիմա աշխատանք եմ գնում։ Ու ուշ կգամ տուն, կամ չեմ գա, չգիտեմ, ոնց կստացվի, բայց դու ամենակարևորը տատիկի մոտ եղի։ Ինչ խնդիր որ լինի, անպայման զանգի ինձ բալես։ Մենա տատիկի մոտ, լավ, ես քեզ շատ եմ սիրում։ Իմ աղջիկ։ Դե տուն գնա չմրսես։ Ռուբենն էր եկել։ Դե վիճակիդ մասին իմացել էր։ Ասեց, որ զանգես իրեն։ Իմացել էր, թե դու ես ասել։ Աշոտ լավ էլի, ես չեմ ասել։ Ասեց, որ զանգես իրեն անպայման։ Ես հիմա ի վիճակի չեմ։ Ու ինչ հիմա ամեն օր խմած ես տուն գալու։ Ռուբեն, ես լավ եմ, ուղղակի հիմա չեմ ուզում, որ խոսենք, կզանգեմ։